Շարունակելով առավոտ լուսոն, սիրելի հեռուստադիտողներ, նաև ձեզ պետք է պատմենք առողջության պահպանման մասին, առողջությանը հետևելը գիտենք, թե ինչպես եւ ինչքան կարևոր է, ներկայացնելու ենք այս անգամ ձեզ GGRC Armenia կենտրոնը, որը շուրջ 8 ամիս է ինչ գործում է եւ այս կարճ ժամանակահատվածում ունեցել է բազմաթիվ հաջողություններ, նշենք նաև, որ կենտրոնը տարբերվում է նրանով, որ ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ։ Բոլոր մանրամասները կիմանենք հիմա։ Իսկ այսօրվա մեր հյուրերն են GGRC Armenia կենտրոնի գլխավոր բժիշկ Լիլիթ Կարապետյանը եւ կենտրոնի հիմնադիր Նինո Մյուսորիձեն։ Բարի լույս։ Բարի լույս։ Доброе утро։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ մեր հեռուստադիտողներին սկսենք պատմել, թե ինչ է իրենց ներկայացնում ծվաբջիջների PRP թերապիան եւ ինչ մեթոդներ են կիրառվում ծվարանային ցածր պաշարի եւ սերմի ցածր որակի դեպքում։ Շատ միանգամից մասնագիտական։ Спасибо огромное за то, что вы пригласили. Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ շնորհակալ եմ, որ խոսում եք կանանց առողջության մասին, հատկապես նոր կյանքի մասին եւ շնորհակալ եմ, որ մեր բուժառուներին ծանոթացնում ենք նրանով, թե ինչ գոյություն ունի եւ ինչ կարող ենք անել մեր տարիքը մեծացնելու, այսինքն երեխա ծնելու հնարավորություն ունենալու տարիքը մեծացնելու համար։ Եթե նախկինում ասում էին, որ 31 տարեկանում առաջին երեխա ունենալը շատ ուշ է, այսօր նույնիսկ 55 տարեկանում են երեխա ունենում, այնպես չէ՞։ Սա շատ կարևոր է, հատկապես մեր երկրների համար, որովհետեւ այնակ Հայաստանը, Վրաստանը, ընդամենը 3.5 միլիոն մարդ է ապրում եւ շատ կարևոր է, որ առողջ երեխաներ ծնվեն, դա ամենակարևորն է։ Երբ խոսում ենք էկոյի մասին, արհեստական բեղմնավորման մասին, իհարկե այնտեղ ոչ մի արհեստական բան չկա, որովհետեւ այդ ամենը բնական գենետիկ նյութն է եւ մենք միշտ աշխատում ենք նրա վրա, որ լինեն գենետիկորեն առողջ երեխաներ եւ մարդկանց հենց երեխաները։ Երբ խոսում ենք PRP թերապիայի մասին, այս թերապիան արդեն 20 տարի գոյություն ունի պլաստիկ վիրաբուժության մեջ, նաեւ վնասվածքաբանության մեջ եւ մենք հասել ենք նրան, որ շատ հաճախ մենք հոդերի վիրահատություն չենք անում, եթե առաջի կամ երկրորդ աստիճանի վնասվածք է մեր հոդերի եւ վերարտադրողականության մեջ սա նույնպես կիրառվում է։ Երբ մենք խոսում ենք փորձարարական մեթոդի մասին, ինչ որ փորձարարական բան չկա այստեղ, որովհետեւ բժշկության մեջ ամեն ինչ պետք է ապացուցահեն լինի եւ GRC-ում Վրաստանում մենք ունենք FTA, ICO-ներ, մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ստանանք նույն որակը նաեւ Հայաստանում։ Մենք աշխատում ենք նոր սարքավորումներով, time lapse այսօրվա դրությամբ Հայաստանում 8 ամիս է արդեն գոյություն ունի, ինչպես դուք ասացիք, եւ հրաշալի արդյունք ենք ստանում, շատ բուժառուներ ունենք, այնպես որ երբ ասում ենք փորձարարություն, փորձարարական մեթոդներ, դա նշանակում է, որ FTA-ուսո դեռ չեն ստացել, որովհետեւ այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք 3 հետազոտությամբ՝ Ճապոնիա, Ամերիկա, Չինաստան, որտեղ PRP թերապիան շատ կարևոր է, որպեսզի այդ ամենը հետո բերի ապացուցահեն բժշկության։ Առանց դրա երբեք արդյունք չենք ստանա, չէ՞։ Եվ երբ մենք խոսում ենք այս թերապիայի մասին, սա շատ կարևոր է։ Սա 100%-անոց արդյունք չէ, բայց 20-25%, այսինքն 1 կամ 2 երեխա այն ծնողների մոտ, որոնք չէին կարողանում սեփական երեխաներ ունենալ։ Երբ մենք խոսում ենք օնկոֆերտիլության մասին, երբ խոսում ենք բարդ բուժառուների մասին, որոնք շատ փորձեր են արել եւ շատ երկար գնացել են այն պահին, որ իրենց երեխան ունենան, սա նրանց համար շատ կարևոր է։ Օրինակ Վրաստանում Սոկնային բջիջներով 2023 թվականին առաջին երեխան ծնվել եւ ասում էին այդ ծնողներին, որ իրենք երբեք իրենց երեխային չեն ունենա, բայց կինը կարողացավ։ Եվ կարևոր է, որ նաեւ Վրաստանում մենք տղամարդկանց շրջանում ենք նույնը արել, ազոսպերմիա է կոչվում։ Ինչ է սա նշանակում, որ երբ զրոյական ցուցանիշ է սպերմայի կենսանյութի մեջ եւ իրականում սա շատ լավ արդյունք է, հատկապես այն տղամարդկանց շրջանում, ում մոտ սա գենետիկ խնդիր չէ։ Մենք հատուկ անալիզներ ենք անում, ամեն ինչ ստուգում ենք եւ եթե շատ փորձեր են անում, բայց չեն կարողանում գենետիկորեն առողջ երեխա ունենալ, շատ փորձեր են անում եւ առհասարակ էմբրիոն չեն ունենում,
ազիոսպերմի ենք անում եւ ստանում ենք արդյունքում մոտ 30-40% ավելի շատ արդյունք եւ արդեն այդ ձևով էլ երեխաներ ենք ունեցել ու շատ ուրախ ենք, որ կարող ենք նույն ծառայությունը առաջարկել նաեւ Հայաստանում, որովհետեւ կարող եմ ասել, որ հրաշալի է, որ դուք ունեք պետական ծրագիր, իդեպ Վրաստանում մենք չունենք եւ GGRC-ին միակ կլինիկան է, միակ կենտրոն, մենք իդեպ 23 կենտրոն ունենք Վրաստանում եւ այս ոլորտում մենք կարելի ասել հաբ ենք, մի ամբողջ ցանց ենք եւ սա ամբողջովին օրինական ձևով է իրականանում ու շատ բուժառուների համար սա լավագույն ելքն է, եթե չունես արգանդ, գենետիկ խնդիրներ կան, կարող ես սեփական առողջ երեխային ունենալ Եվ իսկապես, երբ մենք խոսում ենք սրա մասին, կարող ենք վստահորեն ասել, որ երբ անում ես մի բան, որը օգնում է մարդկանց առողջ երեխա ունենալ, սա ամենակարևորն է։ Ու մենք հասել ենք նրան, որ ձեզ մոտ սա պետական ծրագիր է, որը շատերին հնարավորություն է տալիս։ Իսկ մենք ունենք սոցիալական հիմնադրամ, ներքին հիմնադրամ GGRC, որը ֆինանսավորում է վրաց բուժառուներին արդեն 1550 հոգի ունենք, որոնք ստացել են այս ֆինանսավորումը մեր կողմից, այնպես որ ես կարծում եմ երախտագիտություն պետք է հայտնել ձեր պետական այդ ծրագրին, որ կան արդեն որոշ պրոտոկոլներ, որոնք հնարավորություն են տալիս բուժառուներին երեխաներ ունենալ, բայց երբ կան բարդ բուժառուներ, որոնք չեն կարող մասնակցել ծրագրերին, նրանց դեպքում նոր օգտագործվում են այն մեթոդները, որոնք օրինակ 45-43 տարեկանից մեծ երեխաներին հնարավորություն են մարդկանց հնարավորություն են տալիս երեխա ունենալ եւ անհատական մոտեցում է իհարկե ցուցաբերվում։ Կարծես դուք ամբողջությամբ նշեցիք, թե ինչով է տարբերվում GGRC-ն, ինչով է նորարարական, բայց մի փոքր նաեւ բուժառուների համար ներկայացնենք ինչ է սպասվում նրանց, երբ այցելում են GGRC։ GGRC կենտրոնում յուրաքանչյուր բուժառուի հանդեպ ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Բուժառուների համար յուրաքանչյուրին առանձին մշակվում է անհատական բուժման սխեմա։ Ինչպես նշվեց, այո, կենտրոնը հագեցված է նորագույն տեխնոլոգիայով եւ յուրաքանչյուր բուժառու ունի հնարավորություն արդեն իսկ բեղմնավորման պահից սկսած հետևել իր սաղմիկի հետագա զարգացմանը։ Մենք տեսահոլովակի տեսքով դա տալիս ենք նաեւ մեր բուժառուներին եւ ուզում եմ նշել, որ այս կարճ ժամանակահատվածում ունենք գրանցված բազմաթիվ հաջողություններ, հղիներ եւ մեր հաջողության գրավականը այն է, որ մեր հղիների մեծամասնությունը նախկինում ունեցել են արդեն արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձեր։ Եւ արդյունքում այս дեպքում հաջողվել են։ Այո։ Իսկ ինչ գիտաժողով է տեղի ունենալու դեկտեմբեր ամսին։ Փոքր կմանրամասնեք։ В декабре происходит у нас 14 декабря конференция по онкофертильности. Օնկոֆերտիլության թեմայով կանցնի կոնֆերանս, որը շատ նոր մոտեցում է ամբողջ աշխարհում։ Օնկոֆերտիլությունը ես Վրաստանում ասոցիացիայի նախագահն եմ օնկոֆերտիլության եւ այս ոլորտը իրենով 15 տարիների ընթացքում տարբեր երկրներում իդեպ նշեմ, որ պետական ֆինանսավորման ծրագիր կա, շնորհակալություն եմ հայտնում Լիլիթին, որ զբաղվում է ամբողջ այդ պրոտոկոլների մշակմամբ, նա երևի բոլոր հնարավոր վերապատրաստումներն է անցել, որպեսզի մենք օգտագործենք բոլոր պրոտոկոլները նաև Հայաստանում եւ գիտեք, իրականում շատ բարդ բուժառուներ ունենք ու շնորհակալ եմ Լիլիթին այս արդյունքների համար, որ մենք ունենք, որովհետեւ մենք աշխատում ենք ոչ միայն էմբրիոլոգի եւ երթուղաբանի հետ միասին, այլ բոլորը աշխատում են մեկ պացիենտի հետ, որոնք գալիս են մեզ մոտ եւ իդեպ կարող եմ ասել, որ շատ բարդ բուժառուներ ունենք, որ երկար տարիներ փորձել են հղիանալ եւ նրանցից շատերը այսօր արդեն հղի են եւ մեկը արդեն դուստր է ունեցել։ Ճիշտ է 8 ամսականում, բայց շատ ուրախ ենք, որ Հայաստանում արդեն իսկ առաջին երեխան ծնվել է եւ հուսով ենք, որ այս կոնֆերանսը թույլ կտա փորձով փոխանակվել բժիշկների հետ, ասոցիացիայի հետ։ Մենք շատ լավ համագործակցում ենք, նրանք գալիս են Վրաստան, մենք գալիս ենք Հայաստան եւ ես կարծում եմ, որ ես
ինքս արդեն հայկական ասոցիացիայի մասն եմ, որովհետև ինձ համար սա շատ կարևոր է, շատ կարևոր է այս ոլորտում բարձրացնել բժիշկների որակավորումը, ինչպես երիտասարդ բժիշկների, նրանց ովքեր գալիս են մեզ մոտ, էմբրիոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ, եւ բացի դրանից մենք այստեղ նույնպես շատ լավ գործեր ենք անում, որովհետև ցանկանում ենք Վրաստանում բացել միջազգային վերապատրաստման կենտրոն, նաև Հայաստանում եւ առհասարակ վերարտադրողականությունը որպես ոլորտ գինեկոլոգները դառնում են ռեպրոդուկտոլոգներ, իսկ մենք հնարավորություն ենք տալիս միանգամից դառնալ, ու դա շատ լավ բան է, ու իմ կարծիքով կարևոր է փորձով կիսվել նաև Հայաստանում, Հայաստան են գալիս մի շարք առաջատար մասնագետներ Վրաստանից, Ռուսաստանից, Ամերիկայից ու տեղի կունենա այսպիսի միջազգային գիտաժողով, որը կխոսի լուրերի մասին, նորությունների մասին եւ կլինի առաջին բառարանը նաև Հայաստանում։ Ես ամեն տարի փորձում եմ վրացերենով գրքեր հրատարակել եւ այս ավանդույթը շարունակվելու է նաև Հայաստանում։ Մենք անգլերենը գիտենք, ռուսերեն գիտենք, բայց պետք է որ նաև մեր լեզուներով էլ լինեն այդ բոլոր եզրույթները եւ այն դասագրքերը, որոնք գոյություն են աշխարհում։ Դրա համար էլ մենք սկսել ենք նախապատրաստվել արդեն այստեղ եւ հայերենով լույս է տեսնելու։ Դա այն տերմինաբանությունն է, որը էկոյի ոլորտում կա բժիշկների համար, որովհետեւ դա լինի նրանց դասեղանի գիրքը եւ իմանալ ինչ շնորհակալ ենք անչափ իրականում ձեր կատարած աշխատանքը շատ հագեցած է, չնայած սկզբում նշեցինք 8 ամիս, բայց այս ամիսների աշխատանքը տարիների է շատ շատերի համար։ Նշենք, որ մենք պատմում էինք GGRC Armenia այս կլինիկայի մասին, կենտրոնը կարող եք փնտրել սոցհարթակներում, գտնել էջերը եւ ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը հղել, պատասխաններ ստանալու համար։ Ցավոք մեր եթերաժամը սահմանափակ է եւ հիմա մենք միասին պետք է հրաժեշտ տանք մեր հեռուստադիտողներին։ Կարծում եմ այսօրվա լավագույն հրաժեշտը կլինի մաղթելով քաջ առողջություն։ Այո։ Շնորհակալ ենք շատ։